խնդրեմ մի հատ նկար կա, հա, տեղադրեք, նոր այդ հարցը տամ։ 41 Պարոն Ավինյան, գեղեցիկ է, չէ։ Լավ աշխատանք է, չէ։ Այդ ցավոք Երևանում չի, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում է այս լուկը։ Մենք հազարավոր, 10,000-ավոր լուկեր, դիտահորեր ունենք Երևան քաղաքում, ու ես բյուջեի տողերում չեմ տեսնում։ Երբ ենք մենք ունենալու այսպիսի բակային, ճանապարհային, այսպիսի հիանալի դիտահորեր, եւ ինչու բյուջեում չկար նմանատիպ ծախսեր, ինչի պիտի որոշ անհատներ, այսինքն տեսել են, այդ անհատները իհարկե տեսել են, որ քաղաքապետարանը նման բաներ չի անում, որոշ անհատներ դուրս են եկել, տեսանկարահանումով մի երկու լուկ են կառուցում, բայց դա քաղաքապետարանի աշխատանքն է, որը պետք է նաև նախագծային աշխատանքով կառուցվեր, ոչ թե անհատները պետք է կառուցեին, դա մեկ, եւ երկրորդ բյուջեի որ տողում է գրված 2 տարի առաջ նոր-նորքի բնակիչներից էին դիմել մեզ ստորագրությամբ 2-3 շենքի բնակիչներ ստորագրություն էին տվել, պատասխանել էիք, որ ֆուտբոլի դաշտերից էիք ասում, խոսենք հիմա խոսում եմ ֆուտբոլի դաշտից, նոր վարչական շրջանում 6 թե 9-րդ մասիվում էր գտնվում, ինձ պատասխանել էին, որ այդ ֆուտբոլի դաշտը կկառուցվի 26 թվականի բյուջեով, կա արդյոք, եթե բաց չեմ թողել իհարկե, նոր-նորքի 9-րդ զանգվածում, հա, իմ գրությանի պատասխան, բյուջեում կա այդ, երրորդ, Նազարբեկյան ծառուղու հետ կապված, այդ ծառուղում այս բյուջեի հետ կապված 2 տարի առաջ կար, այս ծառուղին տենց մնալու է, հա, թե ինչ-որ հետագայում նպատակներ կան այդ ծառուղին փոխելու, մասնավորեցնելու, ինչի չի կառուցվում, մի մասը կառուցած է, մի մասը չէ, երբ ենք կառուցելու։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, պարոն Սարգսյան, իրականում այստեղ միգուցե տրամաբանական լիներ, որ ասեի, որ իրականում դիտահորերը ոչ մեր բալանսի տակ են, ոչ մեր պատասխանատվության, պետգույք է եւ տրված է կառավարման հիմնական Veolia ընկերությանը, բայց այդպիսի բան չեմ ասի, որովհետեւ հասկանալով խնդրի լրջությունը մենք արդեն տարվա վերջով դիտահորերի փոխարինման մրցույթ ենք հայտարարել հրատապով եւ հաջորդ տարի մենք ունենալու ենք այդ ծրագիրը, անկախ նրանից թե ում պատասխանատվության հարցն է, ինչպես օրինակ տարատեսակ կոյուղիները, որոնք որ էլի մեր պատասխանատվության հարցը չէին, բայց դեռևս 2023 թվականից, նույնիսկ կարող 22 չեմ հիշում վստահաբար, բայց 23 թվականից հաստատ մեծ ծավալով մոտ 15 կիլոմետր, այսինքն 15000 գծամետր տարեկան մենք սկսեցինք իրականացնել, իսկ այս տարի արդեն իսկ կառավարությունը մոտավորապես 9 կիլոմետրի միայն կառավարություններ գումար հատկացրել, 5 կիլոմետր Veolia-ներ իրականացրել եւ մեր, այսպես ասած, պատասխանատվությունը մենք հրատապով 1 կիլոմետր կոյուղատար համակարգեր ենք վերականգնել, այսինքն էլի նույն այն քանակի, ինչ անում ենք նախորդիվ։ Հետևաբար, պարոն Սարգսյան, քան կարծում եմ շատ այլևս մտահոգվելու հարց չկա, այսինքն մենք այդ պատասխանատվությունը մեր վրա վերցրել ենք, ու ասեմ ավելին, միջին նորոգման աշխատանքներում, բոլոր ասֆալտապատման, մեր նախագծերում պարտադիր է այսուհետ դիտահորերի վերականգնումը եւ վերանորոգումը։ Խնդրեմ։ Պարոն Ավինյան, լուկերի մասով հասկանալի է, բայց տեսեք, շատ զարմանալի է, էլի, աղբանության հետ կապված, այս ֆուտբոլի դաշտի հետ կապված դուք շատ եք սիրում մանկապարտ ֆուտբոլի դաշտից խոսալ, մի քիչ առաջ էլ էիք խոսում, ֆուտբոլի դաշտին չանդրադարձաք, էլի, ես զարմացա, որ ֆուտբոլի դաշտը բաց թողեցինք։ Այդպես ասած, պարոն Սարգսյան, չանդրադարձա, որովհետև հասցեն չէի հիշում, եթե տեղ ունենք, սենց ասեմ, եթե նույնիսկ նախատեսված չի, եկեք նախատեսենք։ Կա, նկարներով ամբողջությամբ ես ուղարկել եմ ստորագրություն, բնակիչները ամբողջությամբ հավաքել են, այդ ամեն ինչը ես ներկայացրել։ Տեսեք, երկրորդը հիմա աղբանության կապված բյուջեով կանխատեսել եք 1.2 միլիարդին մոտ աճ, ճիշտ է, դա մի հատ բացատրեք, ինչպես է ձևավորվում, եթե թանկացում չի, այսինքն, ինչ է բա 1.2 միլիարդի այդ բացատրությունը, այսինքն
հավելյալ անցած տարվա համեմատ 1.2 միլիարդով պետք է ավել հավաքագրվի գումարը։ Ես մի կարճ մեկնաբանություն անեմ աղբանության հետ կապված, եթե հիշում եք հարգելի գործընկերներ, երբ անձով էր հաշվարկվում աղբանությունը, անձաքանակը իրականում Երևանի բնակչությանը չէր համապատասխանում, այսինքն անձանցից ումից հավաքում էինք, դա ամբողջ Երևանի բնակչությունը չէր, եւ այդտեղ ունեինք լուրջ խնդիր հենց այդ բազայի հետ կապված, մնացածի մասով պարոն Հակոբյան։ Տեսեք, այդ ավել եկամուտի ինչ մասով ենք նախատեսել, որը նաև այս տարի փաստացի մուտքերը այդքանով ավել եղել։ Եթե կհիշեք, նախորդ տարի քննարկելիս մենք ներկայացնում էինք, որ փաստացի աղբանության վճար 2024 թվականի տվյալների բազայով վճարում էր շուրջ 650,000 անձի հաշվարկով։ Չնայած որ փաստացի հաշվառված անձանց թիվը մոտենում էր 1.200.000-ի, փաստացի բնակվողները առնվազն 1.150.000 էին։ Եթե 650,000-ին գումարենք այդ 500,000 անձանց վճարը բազմապատկենք 200 դրամով եւ բազմապատկենք 12 ամսով, կստանանք հենց այդ 1 միլիարդ 200 միլիոն գումարը։ Այսինքն այն անձականակները, որտեղ որ ավելի նվազային ներառված անձականակի թվականակը անցում կատարելով վճարման մեթոդի փոփոխման, հաշվարկման մեթոդի փոփոխմանը, այդ տարբերությամբ էլ հենց այդ գումարը ավելացել է, միաժամանակ նաև որոշակի չափով ավելացել է հասարակական արտադրական շինությունների մասով տվյալահեն բազան է ավելի շատ մեծացել, ինչպես նաև նոր կառուցվող բնակարանների եւ անհատական բնակելի տների մասով նույնպես վճարումներ կատարվել, դրա մասով նաև որոշակի չափով էլ դա է ազդեցություն թողել։ Շնորհակալ եմ Արմեն